Եվ որդվո, և ոգույն սրբո, ամեն։ Գալիլեայի Կաննա քաղաքում հարսանիք էր։ Եվ այս հարսանիքին ներկա էին մեր Տերը Հիսուս Քրիստոս, Աստվածամայրը աշակերտներով հանդերձ, առաքյալներով հանդերձ։ Եվ լինում է այնպես, որ հարսանիքի դեռևս ընթացքում գինին ավարտվում է, վերջանում է։ Եվ Աստվածամայրը մոտենալով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին ասում է. գինին վերջացավ, գինին վերջացել է։ Եվ թեկուզ և մեր Տիրոջ խոսքի համաձայն դեռևս ժամանակը չէր հասել, բայց մեր Տերը ընդառաջ գնալով Աստվածամոր խոսքին ասում է, նախ ասում է, որ իր ժամանակը չի հասել, բայց այնուամենայնիվ Աստվածամայրը սպասավորներին ասում է, ինչ որ ասի արեք։ Եվ բերում են, լցնում են ամանները ջրով, և մեր Տերը ասում է ջուրը տարեք սեղանապետին, նա ով կառավարում էր հարսանիքը։ Եվ տեսնում են, որ գինին ընտրագույն գինի է, մատուցված։ Եվ զարմանում է սեղանապետն ասին, որ գրաբար տաճարապետ է կոչվում, ասում է, չէ որ մարդիկ խորամանկություն են անում, լավ գինի առջևից են տալիս, և հետո երբ որ բոլորն արդեն արբեցել են, վատ գինին են մատակարարում, մեկը ոչինչ չպիտի հասկանա։ Իսկ դու հակառակն ես արել, պահելով լավը վերջում։ Եվ սա մեր Տիրոջ առաջին հրաշքն է։ Նախ և առաջ ինչպես եկեղեցու հայրերն են ասում, ինչպես Գյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն է ասում, Եփրեմ Ասորին է ասում, մեր Տերը իր առաջի հրաշքը չի անում տաճարի մեջ, ինչպես որ սովոր էր հին ուխտի ժողովուրդը, որ Աստված միայն տաճարում է, և միայն տաճարում է, որ զոհեր է մատուցում Աստծուն, այլ ինչպես մարգարեական խոսքի համաձայն ամեն մի տեղ պետք է զոհեր մատուցեն Աստծուն և սուրբ ձեռքեր պետք է բարձրանան և ոչ միայն Երուսաղեմում։ Եվ սրա բառացի օրինակն է, երբ որ Աստված ներկա է ամուսնության արարողությանը, Աստված ներկա է առօրյա կյանքի մի իրողությանը, ցույց տալու համար, որ Աստված ոչ միայն տաճարներում է, ոչ միայն կրոնական խնդիրների մեջ է, ոչ միայն մեծամեծ խնդիրների մեջ է, այլ Աստված յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր առօրյա իրականության մեջ է, Աստված ամենուր է, և ամեն ինչ լսված է Աստծով, այսինքն, ինչպես որ ասի, Աստված կազմում է մարդու առօրյան, թե շունչը և թե արտաշունչը։ Այն Աստված, որը որ օրհնել է մարդկությանը, ասելով, աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը, այն Աստված, որը որ ասել էր, և երկուսը մեկ մարմին պիտի դառնան։ Այդ Աստված, ինչպես որ մենք աղոթքի մեջ ենք ասում, իր ներկայությամբ Գալիլեայի Կաննա քաղաքի հարսանիքում իր ներկայությամբ օրհնեց պսակի խորհուրդը, խորհուրդ ենք անվանում սիրելի հետ։ Եվ գինին վերջանում։ Եթե այսպես են ասում մեր սիրելի վարդապետները, այն ամուսնությունը,
որը որ հիմնված է զգացմունքի սիրո վրա, գինին վերջանալու է։ Միայն զգացմունքի, այդ սև ասած զգացմունքի վրա հիմնված իրականությունը ուշ թե շուտ գինին վերջանալու է։ Եվ գինին վերջացավ։ Այստեղ մենք տեսնում ենք աղոթքի նորից նույն օրինակը, ինչ որ ութորեքի 6-րդ օրվա ավետարանի մեջ կարդացինք, երբ որ գալիս են մեր Տիրոջ մոտ եւ ասում են. Տեր, ահավասիկ նա, ում որ սիրում ես, մահացել է։ Առանց երկար խոսքերի, առանց բարդ դարձվածքների, առանց ողբի եւ կոծի, փաստը, Տեր, ահավասիկ նա, ում որ ստեղծել ես, մեղավոր է։ Առանց արդարացումի, վայ ես մեղքի չէի գործի, եթե ինձ չստիպեի։ Տեր, ահավասիկ նա, ում համար որ կյանքդ ես տվել, տկար է։ Օրինակ ենք մենք տեսնում, առանց շատախոսության, շատ բառերի։ Եվ նույն կերպ Աստվածամայրը գալիս է եւ ասում. Գինին վերջացել, առանց մեղադրելու, վայ նախորդ չէին մտածել, շրջահայաց չէին եղել, եւ այլ, ոչ, գինին վերջացել, որպես փաստ, որ ամեն գինի պետք է վերջանա։ Եվ ահա այստեղ գալիս է մի արտահայտություն, նախ այս իրողության մեջ տեսնում ենք աստվածամոր բարեխոս լինելը, ժամին եւ տարաժամ, սպասված եւ չսպասված, աստվածամոր մեծ բարեխոսությունը, որ բարեխոսում է իր որդու մոտ ասելով, գինի վերջացել։ Եվ այն մեծ խորհուրդը, այն մեծ ուսուցումը, որ Աստվածամայրը ասում է խնջույքին ներկա եղողներին, ինչ որ ասի արեք, ավեք ոչինչ, ոչ թե քննեք, ոչ թե գցեք բռնեք, ոչ թե կասկածեք, ինչ որ ասի արեք, ասողը Աստված է, ինչ որ պատվիրի պահեք, ինչ որ Աստված ցույց տա, ուղենշի, հորդորի, արեք, ուղղակի, առանց որևէ մի բան, իսկ ինչ է Աստված ասում, այն ամենը, ինչ որ մարդուն տանում է փրկության, ինչ որ մարդուն տանում է գինու առատության, ինչ որ մարդուն տանում է ամուսնության մեջ, այդ գինու վերջանալու փոխարեն, այդ գինու փոխարեն, երբ որ ջրով եք լցնում, այդ ջուրը գինու վերածման, ինչպես, նորից պիտի ասեմ, ինչ որ ասի արեք։ Երբ որ մենք այսօր խոսում ենք եկեղեցու հայրերի մասին, խոսում ենք սրբերի մասին, խոսում ենք մեծագործությունների, հերոսությունների մասին, որ հոգևոր կյանքի մեջ արվել է, այս բոլորի հիմքը հետևյալն է եղել, ինչ որ ասի արեք։ Օրինակ մենք կարող ենք հիշել Անտոն Անապատականը, որը որ հարցնում է, ինչ է ժուշկալությունը, որ Աստված հորդորում է մարդուն լինել ժուշկալ, եւ հոգեվորականներն ասում են ժուշկալությունը ամեն ինչի մեջ չափավոր լինելն է, չափավոր, եւ գնում եւ միանգամից դառնում է ամեն ինչի մեջ չափավոր, միջև իր ճկնություն, ինչ որ ասեց, արեց։
Եվ մենք այնուհետև ունենք մի իրողություն, երբ որ տարաների մեջ, կճուճների մեջ ջուր է լցված։ Իհարկե մենք ջուրը և գինու համեմատության դեպքում միշտ առաջնային նայում ենք ջուրը, մեր կյանքից բխած, որովհետև ջրով կարող ես ոռոգել, կարող ես խմել, սա ամբողջ կյանքը տապել, իսկ գինին չի կարող փոխարինել այն, ինչը որ ջուրն է, եւ երբեմն կռիվների պատճառ կարող է դառնալ։ Սակայն սա չէ այստեղի իմաստը։ Երբ որ մենք վերադառնում ենք 5 տակարան, նայում ենք երկոցի մեջ, այնտեղ սերը գինու հետ է համեմատվում, գինու հետ, ասում է, քո սերը գինուց առավել է։ Այնտեղ համեմատության մեջ է դրվում գինին ջրի հետ, ասելով, որ ջուրը կրակը մարում է, այդ դասմունքների կրակը, այդ հույզերի կրակը, այդ սիրո կրակը, որը որ ընտանիքի մեջ է թեկուզ եղել։ Այսինքն այստեղ, ինչպես որ նայում ենք, եկեղեցու հայրերը եւ վարդապետները այս իմաստով են հասկանում, երբ որ մեր կյանքը, չէ, ասեցի, ես չասեցի, իրականացեցի, գինին վերջանալու է գինին, եւ տեղը լցվելու է ջուրը, որն է այդ ջուրը, ջուրը ինչպես որ ասեցի, մեր առօրյայում օգտագործվող ամենահաճախակի բանն է, առօրյա խնդիրը, կենցաղային հարցերը, ունենալ չունենալը, պետք եղողը, պետք չեղողը, կենցաղը լցնում է այն տեղը, որտեղ որ պիտի լիներ գինին հարաբերությունների մեջ, որտեղ որ պետք է լիներ սերը, կրակը, ջերմությունը, կենցաղը սպանում է այն զգացմունքը, որը որ նախորոք կար, և դառնում է առօրյա, ապրում են մարդիկ իրար հետ, իրար փող զիջելով, ինչ-որ միտեղ իրար հասկանալով, կենցաղի մեջ ապրելով, մի իրականություն 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, երբ որ գինին վերջացել է և այլևս թակույկների մեջ ջուր է լցված։ Եվ շատ հետաքրքիր արտահայտություն է անում մեր եկեղեցու, մեր քույր եկեղեցիների հոգևորականներից մեկը ասում է, իսկ ինչ անենք, հնարավոր է, որ ջուրը գինի դառնա, անհնար է, որ ջուրը գինի դառնա։ Սակայն մենք ունենք մի Աստված, որի որ սովորությունն է անհնարինը հնարավոր դարձնել։ Եթե չկա, եթե ներս չենք բերում Աստծուն մեր իրականության մեջ, ամեն ինչ անհնար է։ Ինչպես որ հիշում եք, սերը հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ այն ներառված է և պարփակված է Աստծո սիրո մեջ, Աստծո սիրուց դուրս որևէ մի սեր, գինին պետք է վերջանա։ Իսկ եթե Աստծո սիրո մեջ է, եթե Աստված մեր մեջ է, մեր մեջ, հնարավոր է, որ գինին, որ ջուրը դառնա գինի։ Ինչպես կհարցնեք, ինչ ճանապարհով, ոչ ոք չի կարող ձեզ բացատրել, ոչ ոք։ Ինչու՞, որովհետև պսակի արարողությունը խորհուրդ է։ Խորհուրդ է այնպես, ինչպես մկրտությունը, որը որ ծնունդ է հոգուց։ Խորհուրդ է այնպես, ինչպես որ հաղորդությունը, որ Աստծո մարմինը և այունն է ճաշակում։ Խորհուրդ է, այսինքն մարդու մտքի համար անհասանելի։ Ինչպես է չեք կարող ասել, բայց կարող ենք ասել, որտեղ։ Երբ որ զույգերը գալիս են եկեղեցի պսակադրության առջև, պսակադրության համար, որտեղ են նրանք կանգնած։ Խորանի առջև։ Ինչ է խորանը,
այն զոհասեղանն է, որի վրա Աստված պատարակվում է, Աստված զոհվում է, այսինքն զոհվելու արարողության առջև են կանգնած, խորհրդի են կանգնած, զոհը չի լինում մասնակի, զոհված կիսատ կենդանի, զոհը լինում է ամբողջությամբ, ուստի ջուրը գինի դարձնելու վայրը զոհասեղանն է։ Եվ այդ զոհասեղանը կարող է լինել ոչ միայն մեր սիրտը, նաև մեր ոչ միայն մեր հոգի, նաև մեր կյանքը։ Եվ եթե ամեն մեկս մտնենք մեր գաղտնի սենյակը, այլաբանական սենյակը, և տեսնենք ինչը պիտի զոհենք, որ մեր ջուրը գինի դառնա, զոհենք ամբողջությամբ, իհարկե Աստծո ներկայությամբ։ Մեկը այսպիսի պատմություն է պատմում, ասում է, ես ընդհանրապես ռոմանտիկ ասած հասկացողությունը ինձնից հեռու բան էր։ Ես իմ կնոջը կասեի, ես քեզ սիրում եմ մենակ մահանալու ժամանակ։ Էդ էլ չի կարա ես իրան ասեմ։ Բայց ասում է Աստծով եւ իմ կնոջ աղոթքներով։ Հիմա ամեն ինչ այդպես չէ։ Հիմի ջուրը գինի է դարձել։ Գինին, որ զվարճացնում է, գինին, որ արծարծում է սերը, ուստի սիրելիներ։ Այո, ավարտելով խոսքս, սա չէ միայն կանայի հարսանիքի հրաշքի խորհուրդը, ինչպես ասեցի, աղոթքի ձևը գինի չունենք։ Տեսնում ես, թե նման ենք կարկուտակոց եղած արդի, եթե ոչ միայն։ Տես և գալով Աստծո առաջ, այդ աղոթք անելով։ Այն մեծ խորհուրդը, որ ինչ ասի լսեք, և իմանալով, որ ամեն գինի կվերջանա, եթե չկա Տերը մեր կյանքի մեջ, որ ջուրը գինու վերածի, եթե չկա աղոթքը, չկա այդ զոհաբերումը, որը որ Աստծո զոհասեղանի վրա է, պատվիրանի զոհասեղանի վրա է, ուրեմն գինու փոխարեն ջուրը պիտի լցի, և առօրյա կյանքի մեջ պիտի ապրենք չզոհաբերելով ոչ մի բան, պիտի ապրենք սպասելով մահվան, խուսափելով նրանից և սպասելով, բայց որտեղ կա Տերը, այնտեղ ոչ միայն ջուրը գինի է դառնում, այլ այնտեղ քարերն են կենդանանում։ Եվ աղոթենք մեր Տիրոջը, որը որ անհնարինը հնարավոր դարձնել գիտի, այն ինչ որ անհնարին է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար։ Աղոթենք Տիրոջը, որը որ բուժում է ոչ թե կտրվածքներ անելով, այլ բուժում է մարմնի ընդհանրությունը չխախտելով, կատարելապես։ Աղոթենք նրան, ասելով. Տեր, գինին վերջացեք։ Մեր Տիրոջը, որին որ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և աղիքյանս հավիտենից ամեն։